Այսօր մենք զրուցելու ենք շագանակագեղձի գերաճի կամ բարորակ հիպերպլազիայի մասին։ Այս խնդիրը բավականին լայն տարածում ունի տղամարդկանց շրջանում, հատկապես միջին տարիքի, իսկ տարիքին զուգընթաց այն կարող է ավելի նկատելի դառնալ։ Ինչ հետևանքներ են ունենում անտեսված շագանակագեղձի գերաճը եւ առհասարակ ինչպիսի լուծում մոտեցում է պահանջում այս խնդիրը։ Թեմայի շուրջ զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգ-անդրոլոգ Արթուր Քոչարյանի հետ։ Բարև բժիշկ։ Եվ այսպես ես արդեն ներկայացրեցի շագանակագեղձի գերաճ, որքանով է նախ այս խնդիրը տարածված, եթե համեմատենք տղամարդկանց շրջանում տարածված նմանատիպ այլ խնդիրների հետ։ Շատ լավ, ընդհանրապես շագանակագեղձի խնդիրները ուրոլոգիայում ամենատարածված պաթոլոգիաներից են եւ ինֆեկցիոն եւ միզաքարային հիվանդություններից հետո գրավում են երրորդ տեղը, իսկ տղամարդկանց մոտ 40-45 տարեկանից հետո իհարկե շատ մեծ տեղ են գրավում հենց շագանակագեղձի ադենոման կամ բարորակ գերաճը եւ մյուս ավելի վտանգավոր խնդիրը շատ ավելի քիչ տոկոս դեպքերում դա շագանակագեղձի չարորակ ուռուցքներն են։ Այս խնդիրը կարող է տարիքային հորմոնալ անհավասարակշռությունից ելնելով առաջանալ, այսինքն որքանով է այն հորմոնալ աշխարհի հետ կապված տղամարդու։ Շագանակագեղձի գերաճը, բարորակ գերաճի մասին է խոսքը, հենց տարիքային խնդիր է։ Այսինքն 40-45 տարեկանից հետո սովորաբար սպասելի է, որ տղամարդկանց մոտ որոշ չափով արտահայտված կլինի շագանակագեղձի չափերի մեծացում եւ այո, հիմնական ռիսկի գործոնը հենց հորմոնալ փոփոխություններն են, դիսբալանսն է հորմոնալ, որը որ տարիքի ընթացքում սովորական process է եւ հանդիպում է եւ շագանակագեղձի մեծացումը նույնպես տարիքային process է, այսինքն պացիենտը մեծանում է, տղամարդը մեծանում է տարիքով, շագանակագեղձը զուգահեռ աճում է։ Սա հենց հիմնական պատճառներից է, որպես այո, կան այլ նպաստող գործոններ, այլ պատճառներ։ Շատ ավելի քիչ է ուսումնասիրված, իհարկե ռասայական պատկանելություն, նստակյաց կենսակերպ եւ այսպիսի քիչ նշանակություն ունեցող ռիսկի գործոններ նույնպես կան, բայց այս ամենը նպաստում է ոչ այդքան շագանակագեղձի զուտ մեծացմանը, այլ ավելի շատ սիմպտոմների արտահայտման աստիճանին, այսինքն երբ ունենք շագանակագեղձի մեծացում եւ ունենք սխալ կենսակերպ նաեւ զուգահեռ, ապա պացիենտների մոտ ավելի շատ արտահայտված գանգատներ կարող են լինել, քան առողջ կենսակերպով ապրող։ Իսկ այս ժառանգական նախատրամադրվածությունը բժիշկ որքանով է այստեղ դեր խաղում։ Կա գործոնը ժառանգական նախատրամադրվածության, բայց բարորակի դեպքում, ինչպես ասեցի, առաջի տեղերում չի, շագանակագեղձի չարորակ ուռուցքների դեպքում շատ կարևոր տեղ է գրավում եւ պացիենտի հետ զրուցելուց, անհամես հավաքելուց շատ ուշադրություն ենք դարձնում նաեւ ժառանգականության, այսինքն մոտ ազգականների եղբոր, հայրիկի մոտ ունեցել են նմանատիպ խնդիրներ թե չէ։ Կարծեմ որպես կանոն ունենում են, այո։ Սովորաբար եթե այո լավ հետազոտված են ունենում են եւ մյուս մասը, եթե ընտանիքի անդամների մոտ լինում է տղամարդկանց մոտ չարորակ շագանակագեղձի չարորակ նորագոյացություններ, ապա իրենց սերունդները նույնպես պետք է ավելի ուշադիր լինեն այդ առումով հսկողության նպատակով։ Այո, ավելի հսկողության տակ լինեն։ Հավանականությունը շագանակագեղձի չարորակ ուռուցքի ավելի բարձր է։ Ես կարծում յուրաքանչյուր հիվանդության դեպքում կան ախտանշաններ, որոնք նման են միգուցե այլ հիվանդությունների ախտանշանների կամ որոնք այնքան էլ անհանգստացնող չեն թվում տվյալ պահին, ինչի հետևանքով էլ հենց բարձի թողի վիճակ է ստեղծվում։ Այս խնդիրը ինչ ախտանշաններ ունի եւ որոնք են այն հիմնական տարածված ախտանշանները, որոնք այնքան էլ անհանգստացնող չեն թվում եւ տղամարդը դա ասես անտեսում է։ Շագանակագեղձի գերաճի ժամանակ հիմնական ու առաջին ախտանշանները իհարկե միզարձակության տարբեր խանգարումներն են։ Դա կլինի մեզիշի թիթուլացում, դժվարամիզություն, ընդհատվող միզարձակություն, հաճախամիզություն, հետագայում արդեն գիշերային հաճախամիզություն, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում եւ ինչն է հետաքրքիրը, քանի որ խնդիրը շագանակագեղձի մեծացումը աստիճանական process է։ Դա տեղի ունենում երկար տարիների ընթացքում, ապա այս սիմպտոմները, այս ախտանիշները նույնպես առաջանում են թեթևից եւ տարիների ընթացքում նոր ավելի ծանր, ավելի արտահայտված ընթացք են կրում։ Ուստի տղամարդիկ, ովքեր այս խնդրով տառապում են,
շատ հազվադեպ են հենց ամենաթեթև գանգատի դեպքում դիմում հետազոտման համար, որտեղ իրենց համար սովորական process է, մտածում են, որ տարիքային դե այո, մեզի շիտի մի քիչ կթուլանա, մի քիչ պետքա դժվար միզեմ, այս խնդիրը կա իրականում, երբ որ բանը բանից անցնում արդեն հաճախամիզությունը չի թողում հանգիստ ապրել, գիշերները անդադ վեր են կենում միզելու համար կամ ավելի բարդացած վիճակներ հասնում են միզակապության եւ ավելի ինֆեկցիոն բարդությունների նոր գալիս են հետազոտման համար, իհարկե սա արդեն ավելի բարդ վիճակներ է։ Այսինքն գիշերային միզարձակությունը հենց բարդացված արդեն դեպքն է, այո, կարող ենք ասել։ Իհարկե ունենք ավելի բարդ վիճակներ, բայց էտապային process է, սովորաբար շիտի թուլացման գանգատներն ա լինում, հետո նոր միանում են հաճախամիզություն, գիշերային հաճախամիզությունը, այո, երբ որ մենք ունենք արդեն հաճախամիզությունը միացած մեզի շիտի թուլացման գանգատին, հա դժվարամիզության օբստրուկտիվ գանգատներ են կոչվում, սա խոսում է արդեն ծանրաբեռնված միզապարկի աշխատանքի մասին, գերզգայուն միզապարկի մասին, որը հաճախ հետևանք է մեծացած շագանակագեղձի։ Այ ինձ հետաքրքրե թե անտեսված այս խնդիրը ինչ բարդություններ իր հետևից կարող է բերել։ Նախ եթե խոսում ենք շագանակագեղձի բավարարագերաճի մասին, իր բարդությունները կարող են լինել տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, սկսած շագանակագեղձի բորբոքումներից, միզային համակարգի տարբեր բորբոքումներից, որովհետև երբ որ ունենք ոչ լիարժեք միզարձակություն, երբ ունենք միզապարկի ոչ լրիվ դատարկում, ստացվում է, որ ունենք մնացորդային մեզ միզապարկի մեջ միշտ եւ ինչն էլ միջավայր է հանդիսանում պաթոգեն միկրոբների բազմացման համար, որը կարող է ինֆեկցիոն բարդությունների բերի։ Բայց կարող են հասնել մինչև միզակապության, որը տարբերում է խրոնիկ եւ սուր միզակապություններ։ Այո։ Որն է դրանց տարբերությունը։ Հաճախ խրոնիկ միզակապություն համարվում է, երբ պացիենտը միզում է, բայց ունենում է բավականին մեծ քանակի մեզ մնացորդ միզապարկի մեջ, այս դեպքում հիվանդները շատ ավելի ուշ են գալիս եւ ավելի բարդացած վիճակ կարող է ստանալ։ Ինչի հետո սա կարող է երիկամային որևէ խնդիր։ Այո, երբ որ արդեն մնացորդային մեզը բավականին շատանում է, ավտոմատ բարձր ճնշում է ստեղծում միզապարկում եւ երիկամները լիարժեք չեն դատարկվում, որը կարող է բերել արդեն հիդրոնեֆրոզի, այսինքն երիկամների լայնացման, իր հերթին դա կարող է բերել արդեն երիկամային անբավարարության։ Մյուս բարդությունը, որ կարող է լինել, դա սուր միզակապությունն է, սովորաբար դա արդեն ստիպում է պացիենտին շուտ դիմել բժշկի, որովհետև միզակապություն է լինում, այսինքն չի կարող պացիենտը ունենա միզարձակություն եւ ստիպված այդ ցավերից դիմում է արդեն բժշկի։ Այլ բարդություններից կարող են օրինակ առաջանալ միզաքարային հիվանդություն, միզապարկում առաջանալ քարեր հենց էլի վատ միզարձակության հետևանքով։ Այո, բարձի թողի վիճակի իհարկե սա բարձ պատկեր է։ Ինչպես է իրականացվում շագանակագեղձի գերաճի դեպքում ախտորոշումը։ Ախտորոշումը բավականին պարզ է իրականացվում եւ հասանելի է համարյա բոլոր եւ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում, այսինքն բժշկական բոլոր օղակները կարող են ապահովել, դրա համար իրականում պետք է ժամանակին հետազոտվել առաջին իսկ գանգատների դեպքում։ Կատարում է սովորական սոնոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, որով հնարավոր է որոշել շագանակագեղձի չափերը, նորմատիվները կան եւ դրանից ավել մեծացումը արդեն կփաստվի, որ կա շագանակագեղձի գերաճ։ Շատ կարևոր հետազոտություն է մեզի շիթի թուլացման ժամանակ օրոֆլոմետրիան, դա մեզի շիթի հետազոտությունն է, հատուկ ապարատի մեջ տեղի ունեն միզարձակություն, որը գծում է համապատասխան կորը եւ բժիշկը վերլուծում է արդեն նորմայից ինչքան շեղումներ ունենք եւ անպայման կարեւոր է միայն միզարձակությամբ կարող են միզարձակության, այո, այդ շիթով արդեն նորմայից ինչքան է թուլացած եւ նաեւ անպայման ստուգում մնացորդային մեզի արկայությունը։ Իսկ հիմնականում բժիշկը այս ամենը կարելի է դարձելի է բնականon վիճակի, այսինքն լրիվ բուժվում է, թե արդեն որոշ չափով միևնույնն է տարիքային 50-ից տղամարդկանց մոտ այս տարիքային փոփոխությունները բերելու են նրան, որ այնուամենայնիվ փոփոխություններ լինելու են։ Խնդիրը, որ շագանակագեղձը մեծանում է, դարձելի չի իհարկե։ Հարցին լուծում տրվում է թե չէ, իհարկե լուծում կա, հատկապես երբ որ ժամանակին են դիմում, ունենք ոչ բարդացած տեսակները, շատ լավ ենթարկում է լուծման հարցը եւ դեղորայքային եւ հետագայում երբ որ դեղորայքը չի օգնում, նաեւ վիրահատական տարբեր մեթոդներով, որը որ մեր հիվանդանոցում հենց իրականացնում ենք։ Դեղորայքային բուժումը իրանից ենթադրում է տարբեր տեսակի, տարբեր խմբերի դեղորայքներ, որ չծանրաբեռնեմ, որոնք լայնացնում են պրոստատիկ շագանակագեղձային հատվածը,
որոնք հանում են միզապարկի լարվածությունը, այսինքն պացիենտին ապահովում են ավելի հանգիստ միզարձակություն, ավելի լավ միզարձակություն եւ համապատասխանաբար կյանքի որակը լավացնում։ Այն պարագայում, երբ որ ունենք արտահայտված խնդիր ավելի, որ դեղորայքը չի օգնում կամ տարիների ընթացքում օգտագործել է դեղորայք եւ եկել է մի պահ, որ շագանակագեղձի մեծացումը այն աստիճանի է, որ արդեն դեղորայքը չի օգնում, կարելի է անցնել բուժման հաջորդ մեթոդներին, հատկապես վիրահատական մեթոդներն են, որը Հայաստանում հասանելի է հիմնականում բոլոր տեսակները նորագույն տուր է կոչում շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա, այսինքն ներմիզուկային մասնահատում, դա էնդոսկոպիկ վիրահատություն է, կարելի է կատարել տարբեր մեթոդներով, էլեկտրոդներով, մեր մոտ կատարում են նաև լազերային եղանակով։ Տարիքային սահմանափակում կա այս վիրահատության համար։ Տարիքային սահմանափակում սովորաբար ուրոլոգիական տեսանկյունից չունեն, քանի որ ինքը էնդոսկոպիկ վիրահատություն է, միջին ծանրության վիրահատություն է, այսպես ասած, բայց քանի որ տարիքի հետ սովորաբար մենակ շագանակագեղձի խնդիրները չեն լինում, այլ հարակից սրտային, դիաբետիկ, այլ օրգան համակարգերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ սովորաբար ուղեկցում են, այս դեպքում իհարկե անպայման գնահատվում է անեստեզիոլոգիական տեսանկյունից հարակից հիվանդությունների ծանրությունը եւ վերջնական որոշում է կայացում կարող ենք այդ հիվանդին վիրահատել, թե չեն կարող վիրահատել։ Բժիշկ, եւ քանի որ շատերը խուսափում են դիմել ժամանակին այս խնդրի համար, ուստի ինչպես դուք նշեցիք, սա ունենում է իր հետևանքներն ու բարդությունները, կցանկանամ մեր զրույցի վերջում պարզաբանեք, թե ինչու դիմել ուրոլոգին հենց ժամանակին, հենց առաջին ախտանշանները նկատելուն պես, նշելով, թե այս խնդիրը ինչի կարող է հանգեցնել ամենավատ, ամենավատթար դեպքերում։ Նախ նշեմ, որ իհարկե տարիների ընթացքում դիմելիությունը եւ պրոֆիլակտիկ ստուգումները բավականին առաջընթաց են գրանցել եւ պայմանավորված նաեւ TV աշխատանքների հետ, լուսավորչական աշխատանքի հետ կապված, որ տղամարդիկ արդեն չեն դիմում մենակ բարդությունների դեպքում, այլ գանգատի դեպքում արդեն սկսել են զբաղվել իրենց առողջությունով։ Հեշտացրել են ձեր գործը։ Այո, որոշ չափով իհարկե հեշտացրել են եւ մեր եւ պացիենտի գործը իհարկե։ Սովորաբար խորհուրդ ենք տալիս 45 տարեկանից հետո, նույնիսկ եթե գանգատ չկա, գոնե առաջի անգամ պրոֆիլակտիկ ստուգում անցնել գեղձի հետ կապված, իսկ գանգատների դեպքում դա կլինի միզարձակության վերոնշյալ որևիցե գանգատ, անպայման դիմել հետազոտման։ Այդ հետազոտությունները ոչ թանկ են, ոչ ժամանակատար են, բայց կարող են շատ ժամանակի մեզ ուղղություն տալ եւ հիվանդի բուժման արդյունավետությունն էլ բավականին բարձրացնել։ Եվ ժամանակահատվածը կրճատել։ Ինչքան շուտ ենք ախտորոշում խնդիրը, ինչքան շուտ ենք անցնում բուժական գործին, բուժմանը, այնքան ավելի լավ արդյունքներ ենք գրանցում։ Որովհետև մեկ չի, երբ որ պացիենտ ունի զուտ միզարձակության խնդիրներ, մենք լավացնում ենք դրա որակը, մեկ չի, երբ որ ունենք արդեն բարդություններով, քարերով, անբավարարությունով, ատոնիկ միզապարկով, երբ որ արդեն լրիվ թուլացած միզապարկ ունենք, այդ վիճակով թեկուզ վիրահատական բուժումը էֆեկտիվությունը այն չի լինում, քան ժամանակին կատարված վիրահատության դեպքում։ Եվ մյուս կարևոր մասը, որ կուզենայի նշել, շագանակագեղձի խնդիրների հետ կապված տարիքային, որ շատ կարևոր է նաև այս պրոֆիլակտիկ ստուգումը, դա շագանակագեղձի չարորակ ուռուցքներն են, որը որ կարող է ընթանալ պացիենտի մոտ առանց արտահայտված գանգատների սկզբնական շրջաններում, բայց process-ը գնա չարորակ եւ նույնիսկ միջև տարածում գնա։ Եվ որևէ կերպ ախտանշաններ չերևան, այո։ Ախտանիշները կարող են լինել կամ բահորակ գերաճի այս միզարձակության տարբեր ախտանիշներ, այո, սպეციფიկ որպես այդպեսին տարբերվող սկզբնական փուլերում չեն ունենում։ Եվ ախտորոշման համար պետք է նշեմ, որ կա էլի հասարակ հետազոտություն, դա արյան անալիզ է, PSA, պրոստատ սպეციფიկ անտիգեն է կոչվում, որը նորմայից բարձր ցուցանիշը արդեն մեզ ուղղություն նույնպես կարող է տալ, որ այնտեղ կա խնդիր եւ ավելի խորացված հետազոտությունների պետք է գնալ այս պացիենտի մոտ հստակեցնելու համար այստեղ արդյոք ունենք չարորակ նորագոյացություն, թե ուղղակի բահորակ գերաժն է։ Եվ այդ հետազոտությունները եթե հետաքրքիր են, դա MRT հետազոտությունն է կոնքի շագանակագեղձի, որ նույնպես ուղղություն է տալիս կասկածելի։ Բայց երևի թե սա բժշկի ցուցումով չէ պետք է գնա։ Այո, այդ ամեն ինչը իհարկե նույնիսկ PSA-ի ուղղությունը նույնպես ուրոլոգի ցուցումով է եւ անհրաժեշտության դեպքում արդեն կատարվում է շագանակագեղձի բիոպսիա, որով հստակ ախտորոշումը դրվում է։ Ունենք այստեղ չարորակ ուռուցք, թե բահորակ մեծացում։ Բժիշկ, հետաքրքիր է, այս խնդիրը կարող է շրջանցել ակտիվ սպորտային կամ գրագետ կյանք վարած մարդկանց, թե միևնույնն է այն կարող է յուրաքանչյուրին սպառնալ։
Ընդհանրապես սպորտսմենների ավելի դեպքում քիչ- սա որքան ավելի է քիչ ակտուալ։ արտահայտված ընթանում է եւ ակտիվ կենսակերպով ապրող եւ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ ավելի հազվադեպ է հանդիպում, ավելի թեթև է ընթանում։ Այսինքն շագանակագեղձի այն բոլոր վարժությունները, այն կենսակերպը, սնունդը, որոնք որ նպաստում են շագանակագեղձի առողջությանը, այդ բոլորը նպաստում են նաև ավելի դանդաղ աճին, ավելի թեթև գանգատների նույնիսկ աճի դեպքում։ Այնպես որ ակտիվ կենսակերպը եւ նույնպես սեռական Ակտիվ կյանքը նույնիսկ հետազոտություն կա, որ ամսվա մեջ 21 ու ավել անգամ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց մոտ չարորակ ուռուցքների հավանականությունը բավականին ցածր է։ Դա տարիքային Նույնիսկ տարիքային։ Խոսքը գնում է կյանք ոչ թե մենակ մեծ տարիքում ակտիվ սեռական կյանքի մասին, այլ միջին տարիքից սկսած ընդհանրապես ակտիվ սեռական կյանքի Այո, շատ լավ բժիշկ եւ մի փոքր էլ խոսենք բուժման մասին, արդյոք սա երկարատև բուժում է պահանջում, խոսքը չի գնում վիրահատական միջամտության մասին, որը պարզ է արդեն բարձի թողի կամ բարդ դեպքերում է, այլ պարզապես ժամանակին դիմելու դեպքում պետք է փարատել այո տղամարդկանց, որպեսզի չվախենան նաեւ բուժման կուրսից, որքան է տևում եւ որքան է արդյունավետությունը իսկապես բուժման։ Եթե խոսենք բուժման մասին, ինչից պետք է սկսել, նախ պետք է գնահատել գանգատները, օբյեկտիվ, հատուկ աղյուսակ կա, նաև ռոֆլոմետրիան, այդ շիթի հետազոտությունը եւ որոշել, արդյոք պետք է անցնել դեղորայքային բուժման թե հսկողության։ Թեթև դեպքերը, որ շատ չի անհանգստացնում եւ մենք օբյեկտիվ բաց ցուցանիշներ չունենք, պահում ենք հսկողության ներքո։ Այն դեպքերում, երբ որ ռեալ ունենք բուժման կարիք, նշանակում ենք տարբեր խմբերի դեղորայք, որոնք ինչպես նշեցի, կարող են լայնացնել շագանակագեղձային հատվածը, մկանները թուլացնել, որպեսզի ավելի ազատ միզարձակություն ապահովենք։ Այս դեղորայքը չի խմբում, չի օգտագործվում ինչ-որ մի ժամանակ։ Եթե օգնում է, ապա նա օգտագործում են այնքան ժամանակ, մինչև արդեն սկսում է չօգնել կամ այսինքն քրոնիկ գործած խնդիր է, բայց դեղորայքը հարկ լինում է օգտագործել ողջ կյանքի ընթացքում։ Երբեմն այո, որովհետև չկա այդպիսի դեղորայք, որ ասենք խմեցինք 1 ամիս, 2 ամիս կամ 6 ամիս այդ հարցը վերանալու է։ Կան իհարկե դեղորայքի տեսակներ, որոնք երկար տարի ու ավել օգտագործելու դեպքում կարող են որոշ չափով փոքրացնել շագանակագեղձի ծավալը, մեծացումը կարող է ինչ հետ տանել, այդ պարագայում միգուցե վերանայվի հետագա դեղորայքի շարունակության հարցը։ Ամեն դեպքում պացիենտները, երբ որ նույնիսկ գնում են դեղորայքային բուժման, իրանք գտնվում են հսկողության ներքո եւ բժիշկը ցուցումները տալիս է թե քանի ամիսը մեկ պետք է բարբերաբար հետազոտել, որպեսզի որոշվի դեղորայքի շարունակության ընդհատելու կամ վիրահատական բուժման անցնելու հարցերը։ Այո։ Շնորհակալ եմ բժիշկ, կարևոր եւ հետաքրքիր ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի տղամարդիկ, այն խնդիրը, որը այսքան տարածված է տղամարդկանց շրջանում, շագանակագեղձի գերաճ, եղի է շատ վատ հետևանքներով, ընդհուպ մինչև շագանակագեղձի քաղցկեղ, այնպես որ մի փոքրիկ փոփոխությունների եւ ախտանշանների դեպքում արդեն իսկ պետք է ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ կամ անտեսել խնդիրը, այլ ուղղակի դիմել գրագետ մասնագետի ուրոլոգի։ Թեմայի շուրջ ես զրուցեցի Իզմիրլյան բժշկական կենտրոնի անդրոլոգ-ուրոլոգ Արթուր Քոչարյանի հետ։ Այսպիսին էր այսօրվա մեր թողարկումը, հետևեք ձեր առողջության, իսկ մենք կհանդիպենք։